Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ պատիվ վիճակվեց այսօրվա քննարկումներում վերջին ելույթ ունենալը, որը բնականաբար ես չեմ ամփոփեն իմ հարգարժան գործընկերները, նախաձեռնողները, բայց իմ մոտ տպավորություն թողեց, թե մեր հանրության մոտ ինչպիսի ցավ, ինչպիսի անհանգստություն ու մտահոգություն կա երկրում տիրող իրավիճակի մասին։ Անհանգստություն ցավ եւ կարծես թե մարդիկ տեղ են փնտրում, որտեղ կարող են իրենց ցավ ու դարդը կիսել միմյանց հետ։ Ահա որ իրավիճակ է մեր գործընկերները այսօր գտնում են անազատության մեջ, 3 սրբազան, ազգային բարերար, կին, Լիդա Մանթաշյան եւ ավելի քան 25 մեր ընկերներ, բայց իրականում մենք ունենք անազատության մեջ, նկատի ունեմ բանտարկության մեջ, կալանքը որպես խափանումնամիջոց կիրառված մեղադրյալներ ավելի քան 60, իսկ քրեական հետապնդման ներքո 120-ից ավել անձիկ քաղաքական սկզբունքներով։ Շատ դեպքերում այս ազգակործան պատվաստներն ասում են, որ բանտարկյալներ չկան Հայաստանում, վկայակոչելով իբր թե քրեական օրենսգրքում չկա քաղաքական հոդված։ Աշխարհի ոչ մի երկրում նման հոդված չկա։ Սա մանկական կապկություն է եւ ոչ թե տրամաբանական հիմնավորում։ Քաղաքական ենթատեքստը փաթեթավորում է տնտեսական, քրեական այլ հոդվածներով եւ դրանով մեղադրանք են առաջադրում մեր գործընկերներին։ Գիտեք, այսօր նաեւ անհանգստություններ առաջացավ մարդկանց մոտ, որ չի գործում օրենքը, չկա օրենքի իրավունքի գերակայություն, չի պահպանվում հանրապետության սահմանադրությունը։ Հարգելի ընկերներ, Հայաստանում չի գործում ոչ մի օրենք, բացի Նիկոլ Փաշինյանի SMS-ային օրենսդրությունը։ Բացարձակ այլ օրենք չկա։ Ժողովուրդների ու ազգերի պատմությունը ցույց են տալիս, որ այլասերված իշխանությունը ծնում է այլասերված հասարակություն։ Բայց ոչ թե ծնվում է այդ այլասերված իշխանության գալու պահից, այլ թաքնված ճահճի մեջ գտնվող այդ այլասերված մասսան դուրս է գալի ջրի երես այլասերված իշխանություն ունենալու պայմաններում։ Եվ պետք չի ակնկալել սրանցից օրենսդրական, բարոյական որևէ այլ մոտեցումներ։ Նախ այսօրվա հարցադրումը կարծես թե հետապնդման շրջանակի ավելի նեղ հատված է վերցված քաղբանտարկյալ ձևակերպումներով։ Սիրելի ընկերներ, այսօր Հայաստանում քաղաքական լուրջ հետապնդումներ են իրականացվում ոչ միայն քրեիրավական դաշտում։ Քաղաքական լուրջ հետապնդումներ են իրականացվում քաղաքացիական ոլորտում։ Բազմաթիվ մեր գործընկերներ պատվի վարժանապատվության հայցեր են մեր ընկերների նկատմամբ ներկայացվում, որոնց նկատմամբ իրականացում են գումարային դրամական լուրջ տուժեր։ Լրատվամիջոցներին ինչպիսի տուժերի են ենթարկում ընդդիմադիր, դրանով խափանելով հենց լրատվամիջոցների գործունեության հնարավորությունները։ Կարգապահական աշխատանքային օրենսդրության շրջանակում ինչ լուրջ բռնաճնշումներ են իրականացվում։ Համասարանական մեր շատ գործընկերներին աշխատանքից են հեռացնում։ Տնտեսական ոլորտում ընդդիմադիր գործիչները, որոնք բիզնեսով են զբաղվում, բիզնեսներն են խլվում։ Այսօր տեսեք նոր սուպերմարկետների ցանց է առաջացել, 7-ը կոչվում թե 8, չգիտեմ, 8-ը։ Գրավում են ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի տարբեր մարզերում, Սյունիքի հատվածում հատկապես։ Քանի դեռ արդեն վերցրել են։ Այսօր ռեյդերսի զախված սովետական ներողություն 90-ական թվականներին գործող պրոցես էր։ Այսօր նույն ընթացակարգն է։ Նույն ռեյդերսի զախված է նաև էլեկտրոցանցերի հետ կապված գործողությունները, որ այսօր իրականացվում է։ Եվ մենք դեռ լռում ենք։ Ցավոք այսօր միասնության մեր խնդիրը դեռևս լուծված չի։ Բայց մենք ամեն մեկս առանձին կարծես թե ուզում ենք մեր սիրտը պայթի, ուզում ենք հարձակվենք, գրավենք, փրկենք երկիրը, բայց միայնակ այն ցախավելի պատմությունն է, արդյունքի չենք ունենալու։ Մենք պետք է միավորվենք այս հարցում։ Ավելին, տեսեք, ես շատ կարևոր մեսիջ հնչեց, շատերը չնկատեցին։ Օրեր առաջ այս ազգային ժողովի այս դահլիճում տեղի ունեցավ, եթե 2 րոպե խախտեմ, ներողություն եմ խնդրում, հա, տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերի վերաարժեքավորում, թե վերագնահատում ձևակերպումը։ Մի ստոր դերակատարություն, թատերականացում։ Բայց ամենակարևոր մեսիջը սրանում պետք է ընկալեին իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ղեկավարները։ Շատերը ինձ ասում են իրավապահ մարմինների նկատմամբ շատ խիստ է վարվում,
իմ բառապաշարով, որովհետև խնդրում են, որ խիստ մի վարվի, քանի որ քաղաքական ճնշման ներքո են, բայց ես օրինակ եմ բերում։ Բարոյական կնոջը ինչքան էլ քաղաքական ճնշման ենթարկես, անբարոյականությամբ չի զբաղվի։ Հետևաբար քաղաքական ճնշմամբ մի վաճառեք ձեր հոգին, ձեր պատիվն ու արժանապատվությունը։ Եվ հիմա մարտի 1-ի հետ կապված մեսիջը, որը շատ կարևոր էր այսօրվա գործող իշխանավորների, հատկապես իրավապահ մարմինների, ղեկավար կազմի, միջին կազմի, բոլորի հետ։ Խոսքը կոնկրետացված դատախազության, քննչական կոմիտեի, կոռուպցիայի դեմ պայքարի քննչական մարմնի, ոստիկանության ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության։ Տեսեք դատախազուհին, որին վաղուց եմ ճանաչում, որը բավականին հայ աղջկական կերպար էր, դեռևս դատավորի օգնական վիճակում, այսօր կարծես թե դառել է, ոչ թե կարծես թե, դառել է Նիկոլ Փաշինյանի մահակը ընդդիմադիր գործիչների հետ կապված, որը ժամանակին փաստաբանները կհիշեն քննիչների որոշումներն էր խմբագրում, եթե չեմ սխալվում, Ռուբեն Հայրապետյանի քրեական գործով, այդ թվում բանկային գաղտնիքները։ Հիմա տեսեք, գլխավոր դատախազը այս ամբիոնից 17 տարի առաջվա կատարված դեպքերը վերագնահատելով հայտարարում էր կոնկրետ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Իրավապահ մարմինների պարոնեք սպաներ հատկապես։ Դուք գնահատեք գլխավոր դատախազի այս վարքագիծը, որ 17 տարի հետո կեղծիքների մասին է խոսքը բնականաբար մարտի 1-ի առումով, որտեղ մարտի 1-ի ժամանակ պետք էր Նիկոլ Փաշինյանին եւ իր ոմակին առաջադրել ոչ թե մասսայական անկարգություն, այլ պետական հեղաշրջում, ռազմական գործողությունների միջոցով պետական իշխանության յուրացում, որը չարվեց, բայց մասսայական անկարգություններ դրվեց։ Առավելևս անդրադառնամ մարտի 1-ի այս քննարկմանը, տեսեք 17 տարի հետո գլխավոր դատախազը գալիս է կանգնում ազգային ժողով եւ առանձին անձանց ոստիկանության կամ պատգամավորների նույնիսկ համարձակվում է հանրապետության երկրորդ նախագահի վերաբերյալ նոր գնահատականներ հնչեցնել։ Հիմա դուք դատախազ քննիչ դատավոր, որ միշտ կրկնել եմ, դուք թողնում եք կոնկրետ փաստաթղթեր։ Ձեզ հրաման տվողները բանավոր հրաման են տալիս։ Դուք ձեր հանցագործությունները արձանագրում եք կոնկրետ որոշումներով, արձանագրություններով, դատարանների դատավճիռներով, մեղադրական եզրակացությամբ։ Եվ հիմա դատախազի այստեղ կանգնած մեղադրանք առաջադրելը միշտ ցես պետք է հիշեցնի։ Օրեր էլ անցնեն, միևնույն է, դուք պատասխան եք տալու յուրաքանչյուրը ձեր կատարած գործողության համար։ Չասեք հանկարծ հրաման ենք կատարում։ Կրկին իմ սատարում եմ գործընկերներին եւ կարողանանք մենք մեր գործով ամեն ինչ անել օր առաջ դուրս բերել նրանց։ Կարող եք գուժում եմ ցավով արձանագրելով, դա ասված որ գոնե կալանքից ազատվեն, բայց այս քրեական ապօրինի քրեական հետապնդումներից մենք կազատվենք միայն սրանց դուրս վռնդելու արդյունքում, այլ երբ մենք չունենք։